Ազգային բանակի 25-ամյակի նախօրեին մեծ էկրան բարձրացավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասը, Արցախյան պատերազմի հերոսների, նորանկախ Հայաստանի 25 տարիների եւ անկախության սերնդի հուզիչ պատմությունը վերածելով կինոպատումի։ 350 միլիոն դրամ արժողությամբ կինոնախագիծը ստեղծվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում եւ մեծ նվիրումով։ Պետք էր նվիրվել ու մինչև վերջ անել այս ֆիլմը այն հոգով եւ սրտով։ Ընդամենը 2 ամսում առաջին մասը 70,000-ից ավելի մարդ է դիտել, ֆիլմը վերածելով տարվա կինոհիթի։ Հանդիսատեսը լիահույս է, որ շարունակությունը կարդարացնի իր ակնկալիքները։ Սա իսկական գեղարվեստական ֆիլմ է, հայրենասիրական, դաստիարակչական առումով։ Ինձ թվում է նույն ակնկալիքը պետք է լինի, որտեղ ապշած է, շատ գեղեցիկ հանված նկարանված կինո էր։ Ես չէի համարի առաջին մաս, երկրորդ մաս, շատ ճիշտ ֆիլմ է, տեղին ֆիլմ է, հուզիչ է։ Ֆիլմում ապրիլյան պատերազմի դրվագներն են, քառորյայի հերոսները եւ մեր իրականությունը կինոժապավենի վրա։ Հատուկ ջոկատայինների հետ վարժված դերասանները փաստում են, տեսել են իրական ու առանց պաթոսի հայրենասիրությունը։ Մենք իրանց բնական վիճակն էինք տեսնում, մենք չենք տեսնում իրանց սուտ պաթետիկ հայրենասիրություն, իրանք չունեն, որովհետև տենց բան։ Ես ինչ գործ ունեցեք, ո՞նց, ես ինչ է։ Անկախ Հայաստանի Հանրապետության լավագույն ֆիլմի կոչմանը հավակնող կինոպատմության առաջին դիտողներից էին նաև նախագահ Սարգսյանն ու այն զինվորականները, որոնք տեսել ու զգացել են, ինչ է նշանակում զենք վերցնել ու կռիվ տալ հայրենիքի համար։ Հասմիկ Առաքելյան, Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյոսյան, օրակարգ։